երեխաների պաշտպանության օրը։ Եվ մեր դպրոցում դրանց զուգահեռ բացվել է նախակրթարան, եւ ես ուզում եմ բռնել իմ հյուրերին եւ ասել, որ այս նախակրթարանի բացման նախաձեռնողներն են ամերիկյան Save the Children կազմակերպության ներկայացուցիչները հանձնած այստեղ են, բայց Ամերիկայի ներկայացուցիչները սափահարել։ Հանձինս Երես Արկստյանի, որին ես իրոք խոսքերը կփոխանցեմ, և քաղաքապետարանի աջակցությամբ Հանձինս քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ կրթության Տիկին Սողոմոնյանի, որը հարգելի պատճառով այսօր այստեղ չէ, բայց մեր կենտրոն համայնքի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետը այստեղ է Տիկին Օհանյան Գարանեն։ Այստեղ է նաև նորքրոստին անդամ Տիկին Կարեն Մարբանջյանը և ես ուզում եմ նախ ասել, որ բոլորից ոչ կտոր բայ լինի մեր նոր նախակրթարանը։ Ուզում եմ ասել խորի շնորհակալությունը Ստեփան Շահյանյանի անվան մեր դպրոցին։ Ասել, որ այդ գեղեցիկ դրամաչափված դասասենյակը ինչ գունագեղ գույքով և դիդակտիկ պարագաներով կզարգացվի ձեր փոքրիկների ճանաչողությունը, ընկալումը, ճիշտ խոսելաձևը, շփվելը միմյանց հետ և ամենակարևորը նրանց տրամաբանությունը կզարգացնի։ Նրանք այստեղ կսովորեն խաղալ, կսովորեն շարժական խաղերից օգտվել ճիշտ ձևով և ամենակարևորը կվերանա այն ստրեսը, այն հոգեբանական ապրումները, որ դրանք ունենում են առաջին դասարան ընդունելուց։ Ես հետ որեն նկատեցի, որ նրանք սրովների չեն բաժանվում։ Դահից առաջինն է, որ այս նախակրթարանը օգնում է, որ երեխաների մոտ ձևավորվի այդ ճիշտ մոտեցումը հեշտ անցնելու առաջին դասարան։ Ես շնորհակալ եմ, ուրախ եմ այդ վստահության համար, որ մեր դպրոցում ենք բացել այդ նախակրթարանը, համոզված եմ, որ այն իրեն կարգելացնի և կլինի շարունակական։ Ես իմացիով խոսքը փոխանցում եմ Save the Children կազմակերպության մասնագետ Երես Արկստյանին, որից հետո մենք կգործենք մեր դպրոցի առաջին դասարանցում։ Եվ այս անհավատացնեմ Թագավորանի ներկայացուցիչներ պարոն Զաբերանի առաջարկով մեր այցելող փոքրիկները ունեն փոքրիկ անհատական նվերներ քաղաքապետարանի կողմից։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ուզում եմ ողջունել ձեզ այսօր, ես ներկայացնում եմ Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակը և ուզում եմ մի փոքր պատմեմ մեր կազմակերպության մասին, Save the Children-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 1993 թվականից և արդեն 22 տարի է ինչ-որ աշխատում է ի նպաստ երեխաների բարեկեցության։ Այս տարիների ընթացքում շատ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ավելի քան 600 գյուղական և քաղաքային համայնքներում ուղղված երեխաների թե կրթությանը, պաշտպանությանը և առողջությանը։ Եվ ուզում եմ նշել, որ մեր կազմակերպության գերակա ուղղություններից է դա վաղ մանկության խնամքը և զարգացումը։ Ապացուցված է, որ կյանքի առաջին 5 տարիներն է, որ հատկապես կարևոր են երեխայի զարգացման և որպես անձ ձևավորման համար։ Սակայն ցավոք, այսօր Հայաստանում ընդամենը 25% է երեխաների, որ այցելում են մանկապարտեզ կամ որևէ նախադպրոցական հաստատություն։ Եվ հիմնական պատճառը դա անհաչելիությունն է ծառայությունների։ Թե տարածքային առումով, թե շենքային, թե մասնագետների պակասը։ Եվ հատկապես ուզում եմ նշել, որ փորձելի են Սիրիայից ժամանած երեխաները, քանի որ որոշ ծառայություններ ոչ մատչելի են նաև իրենց համար, քանի որ և մանկապարտեզներն են ծանրաբեռնված,
եւ նաեւ սոցիալ մշակութային եւ այլ պայմաններով։ Եվ այսօր մենք ուրախ ենք, որ այս նոր երկու նախագծարանները, որոնք կբացվեն Երևանի թիվ 1 եւ թիվ 21 դպրոցներում, կընձեռնեն հնարավորություն երեխաներին, թե Սիրիայի երեխաներին, թե տեղաբնակ, ստանալ նախադպրոցական կրթություն եւ հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ։ Ավարտելով խոսքս, ուզում եմ շնորհավորել մեր մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա, ինչպես նաև այս նոր նախագծարանների բացման կապակցությամբ եւ ցանկանալ մեր երեխաներին խաղաղ եւ անհոգ մանկություն։ Հարգելի ծնողներ, մեզ նոր միացան մեր հյուրերը Մակի գրասենյակից, ճիշտ է ներկայացնում։ Եվ կուզենայի ուշացումով, բայց երկու խոսք ասել նախագծարանի բացման կապակցությամբ։ Բարի առավոտ ձեզ, առաջին ներողություն ուշացնելու համար։ Ես էլ կուզեի շնորհավորել եւ դպրոցի ղեկավարությանը, շրջակայքի կազմին, ինչպես նաև տիկին երեխաների կազմակերպությանը նման լավ նախաձեռնության համար։ Ես համարել մեծ պատիվ է ներկայացնել այս միջոցառմանը, որի համար շնորհակալություն ենք հայտնում հնարավորությունը։ Մանկի փախստականների գրասենյակը Հայաստանում հիմնական կառույցն է, որը զբաղվում է կանների հարցերով եւ մեզ համար շատ հաճելի է տեսնել, որ կան նաև այլ կառույցներ, որոնք մտահոգված են հատկապես Սիրիայից բնակված անձանց ճակատագրերով եւ վստահ եմ, որ այս նախագծարանը օժանդակի նաև երեխաներին հեշտ ինտեգրվել մեր հասարակության մեջ։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Նվերսարքսյան, ձեր խոսքը շատ տեղին է, ուշացում եմ Ես ուզում եմ նաև ավելացնել ամենակարևորը, հա, որ այստեղ ասեցի, որ Save the Children-ի մասին խոսեցի, բայց ուզում եմ ավելացնել, որ այս բոլորը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ ԱՄՆ պետքարտուղարության, բնակչության, փախստականների եւ միգրացիայի վարչության ֆինանսավորումը, նախ եւ առաջ եւ ամենակարևորը, եւ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը եւ աջակցությունը այս գործում։ Եթե կան ցանկացողներ, որոնք կուզենան արտահայտվել, իրենց նաև շնորհակալություն հայտնել բարձրացնել այդտեղի ծնողներից այս գեղեցիկ նվերի համար, որտեղ իրոք սա այնպիսի նվեր է, որ շատ պրոստետ է վերածել։ Անձամբ և պրոստետեցով գտնորեն շատ ուրախ են, որովհետև այս երեխաների համար ստեղծված հրաշալի պայմաններ, նույնիսկ իրենց համար առանձնացված սահմանում, իսկ գիտակի բարակալները, ուզգույն, զնակել, շատ ճաշակով և շատ ժվանդակալի, որը դե երեխաների մոտ սերմանի ամեն ինչ։ Նշեցին, որ այն ամբջար է և վաղվանից դասերը սկսվում է ժամը 9-ից մինչև ժամը 1-ը։ Ես ուզում եմ երեխաներին առավոտյան բերեք, ժամը 1-ից գակտանի։ Իսկ հիմա մեզ ողջունում են կենտրոն համայնքի ներկայացուցիչները փոքրիկ նվերներով իրենց խոսք ես փոխանցում եմ պարոն Սաբիրյանը փոխանցեց, որից շատ կուզենալու այս կրվիներ, բայց իր ներկայացուցիչները ձեր փոքրիկների համար անակնկալ նվերներ են մատուցել։ Սիրով, խնդրում եք Սուրես,